Տիկին Ղազարյան 3 ազգային ժողովի բոլոր պատգամավորներին հանձնվեց նամակներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց սկսեն ու 10 օր ժամանակ տրվեց։ Նախ խնդրեմ նշել, դուք այդ նամակը ստացել եք, իշխանությունը պատրաստվում է քննարկել, քանի որ այսպիսի մի դիտարկում կա։ Փարաքարի եւ Գյումրի ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքացիական պայմանագիրը այլևս չունի բավարար ռեսուրսներ, վարկանիշ, որպեսզի կարողանա ընտրություններում մեծամասնություն ձևավորել։ Ընդդիմությունը առաջարկում է իմպիչմենտի միջոցով գնալ նոր ընտրությունների ու որպեսզի նոր ուժեր կարողանան մասնակցել։ Իշխանությունը ինչ որոշում ունի այս մասով քննարկել եք սա։ Նախ սկսեմ, որ առհասարակ իմպիչմենտի գործընթացին բացարձակ լուրջ չեմ վերաբերվում, քանի որ այն ներողություն, եթե վիրավորած կլինեմ, բայց այն մարդիկ, ովքեր որ նախաձեռնել են իմպիչմենտի գործընթացը, ավելի շատ անլրջություն են բերում, քանի որ եթե իրավական տեսակետից էլ նայենք, նախ պետք է տեխնացու ունենան եւ այլն, ես կարծում եմ հերթական շոուն են կազմակերպում, փորձում են իրենց վրա հնարավորինս շատ ուշադրություն սևեռել, թե ինչ նպատակ ունեն, չգիտեն, դրա համար չեմ էլ անդրադառնա, որ որևէ ձև նամակ ստացել եմ, թե չեմ ստացել, գուցե հանձնաժողովի դարակներում լինել, գուցե բերած լինեն, դեռ նոր եմ մտել շենք, չեմ էլ նկատել։ Այնուամենայնիվ լուրջ չեմ վերաբերվում, ընդհանրապես չեմ էլ, չգիտեմ, ինչ նպատակ ունեն, այսինքն ավելի շատ իրենց վրա ուշադրություն սևեռելու նպատակ ունեն։ Իսկ ինչ վերաբերվում է Գյումրի եւ Փարաքարի ընտրություններին, ես պետք է ասեմ, որ միանշանակ ասել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի վարկանիշ, այդ իսկ պատճառով գնալ իսկ ինչի համար գնալ արտահերթ ընտրությունների, երբ որ արդյունքներն են ախր ընտրությունների դրա մասին խոսում։ Եթե մինչ այդ անգամ պատերազմից հետո օրինակ մեծամասնություններ կպնձևավորում, բայց հիմա տեսնում եք, որ անգամ մարզերում, որտեղ ավելի շատ իշխանությունների համար ձայներ հավաքել է, ցույց տվեց, որ ռեսուրս վարկանիշ չկա։ Եկեք այսպես համեմատական տանենք։ Փարաքարի դեպքում համաձայն եմ եւ դա իրականում գնահատելի փաստ է, երբ որ ժողովուրդը կարողանում է արդար ընտրությունների մասնակցել, ինքրեմենտալ իրեն ցանկալի տեխնացուին ու շատ նորմալ է, որովհետեւ հենց այս մթնոլորտը, որ ապահովել է, եղել է մեր իշխանության օրոք, որպեսզի իրապես տվյալ համայնքի ժողովուրդը իրեն համայնքի ղեկավար ընտրի։ Գյումրիի դեպքում նույնը չենք կարող փաստել, որովհետեւ Գյումրիի դեպքում ամենաշատ ձայներ հավաքել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Այլ բան եղավ, որ հետագայում բոլոր ընդդիմադիրները, ինչպես մենք արդեն նախապես էլ ասել էինք, միավորվեցին եւ ընտրեցին իրենց տեխնացուին։ Սա լրիվ այլ պատմություն է։ Դա դեպքում ընդդիմադիր ուժերին ավելի շատ էին գյումրեցիները ձայն տվել։ Բայց ես կարծում եմ, սա շատ լավ օրինակ է ողջ մեր Հայաստանի բնակչության համար, որ հետագայում ընտրություններին շատ ուշադիր լինեն ընտրելու հարցում, որովհետև շատ մարդիկ կան ընտրել են օրինակ Մարտուն Գրիգորյանին, ընտրել են մեկ այլ տեխնացուի, բայց ինչ արեց Մարտուն Գրիգորյանը, այդ մարդկանց կամքին հակառակ իր ձայները տվեց Վարդան Ղուկասյանին։ Ես վստահ եմ, որ Մարտուն Գրիգորյանի ընտրողներից շատերը չէին են մտածի, որ իրենք պետքա ձայն տային, իրենց ձայնը գնալու է հետագայում Ներեցեք Տիկին Ղազարյան, բայց դա նաև հանրության, նաև քաղաքական դաշտի մեծ մասի պահանջն էր, որ ընդդիմությունը միավորվի եւ ասում են, որ ավելավ ընդդիմադիրները միավորվեն, քան թե հենց իշխանության գա քաղաքացիական պայմանագրի տեխնացուն, ավելին այսպեսի մի դիտարկում էլ կա, որ քաղաքացիական այն ինչքան ձայն էլ հավաքեց Գյումրիում ԿՊ-ն, դա ավելի շատ Սարիկ Մինասյանի այսպես ռեսուրսների արդյունքն է։ Տեսեք, ես բնավ չեմ բանանում ստվերում Սարիկ Մինասյանի ռեսուրսը բնականաբար, բայց եկեք փաստենք, որ Սարիկ Մինասյանը թե նախնական այդ primary-ով մասնակցեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության primary-ին, հետագայում, այսինքն դա երկուսը միասին համատեղ ընթացող գործընթաց էր։ Իսկ ինչ վերաբերվում է, որ ասում եք բանը հանրության պահանջներ, որ ընդդիմում, ես խիստ կասկածում եմ։ Ես մոռացել եք Մարտուն Գրիգորյանին ոնց են քննադատում, ասում են ինչի՞ չես հայտարարում, որ պետք է միանում ես Ոչ թե քննադատում, այլ ճնշում էին գործադրում Մարտուն Գրիգորյանի վրա։ Ես վստահաբար կարող եմ, հանրությունը չէր ճնշում գործադրում ու իր ընտրողը չի ճնշում գործադրել կամ վստահաբար իր ընտրողը չի որոշել։ Եթե ընտրողը ցանկանար ընտրել Վարդան Ղուկասյանին, հենա կընտրել Վարդան Ղուկասյանն, էլ ինչի էր Մարտուն Գրիգորյանը ընտրում։
Բան չունեմ ասելու, բայց այն տեխնացուն չէր, որ ընդամենը 20% ձայն ունեցողը դարձավ համայնքի ղեկավար, ասենք չեմ կարծում, որ դա մեծամասնության պահանջներ, ուղղակի պետք է գոչանը մեր հանրությանը հետագայում իրենց ձայները տալուց հատկապես ուշադիր լինեն այն քաղաքական ուժերին, ովքեր որ մասնակցում են, արդյոք իրենց ձայնը հետագայում առուծախի խնդիր չի առաջանա եւ չի գնա մեկ այլ տեխնացուին, որին իրապես իրենք չեն ցանկացել տեսնել համայնքի ղեկավարի պաշտոնում։ Հավասար չափով ընտրություններին մասնակցել են բոլորը եւ եթե քաղաքացիները գտնեին, քվեարկեին, էլ ինչու էին ձայնը տալիս Մարտունին կամ մյուսներին։ Տվեցին, նրանք էլ փոխեցին։ Հետագայում հուսով եմ սա շատ լավ օրինակ կհանդիսանա, որ 26 թվականին հստակ հասկանանք, ում կողքն են կանգնում ու ում ենք մեր քվեն տալիս։ Տիկին Ղազարյան, նորից անդրադառնանք իմպիչմենթի թեմային, ամեն դեպքում դուք չեք կարող նաև բացառել, որ շատ հնարավոր է, որ ձեր թիմակիցներից նույնպես լինեն անձինք, որոնք հնարավոր է դուք բոլորի փոխարեն չեք կարող երաշխավորել, հատկապես որ կան շատ տեղեկություններ, որ իշխանության ներսում էլ կան դժգոհություններ կապված արտաքին քաղաքական ու մի շարք հարցերի շուրջ։ Այսինքն չեք կարող բացառել, որ հենց ձեր թիմակիցներից էլ հնարավոր է միանան ընդդիմադիրների նախաձեռնությանը, հատկապես որ ընդդիմադիրներն են շատ ասում են, որ երկխոսություն գնում է։ Ես վստահաբար կարող եմ ասել եւս մեկ անգամ էլի հարցազրույցների ժամանակ նշել եմ, որ բացառում եմ նման սցենարի փոխարեն ոնց կարող եք բացառել։ Ես գիտեմ մեր խմբակցության աշխատելու աշխատանքը, ես գիտեմ մեր պատգամավորների այսպես հավատարմությունը, ես գիտեմ մենք ինչ նպատակ ու գաղափար ունենք, մենք գիտենք մենք ուր ենք գնում, այսինքն դա որ կարող է որոշ հարցերում ունենանք տարբեր կարծիքներ երբեմն արտահայտվենք, դա բնավ չի նշանակում, որ որոշ առանցքային հարցերի շուրջ կարող է տարաձայնություններ ունենալ, հետեւաբար ես եւս մեկ անգամ ասել եմ ու կրկնում եմ, բացառում եմ նման սցենարը։ Բոլորի անունից դուք հիմա կարևոր հայտարարություն եք անում։ Այո, բոլորի անունից կարևոր հայտարարություն եմ անում, որովհետեւ համավորների անունից հիմա նրանց բոլորի փոխարեն երաշխավորում։ Ես վստահ եմ իմ թիմի վրա։ Եկեք հիշենք մենք ինչ թիմ ենք եղել, ինչ կուր թիմ ենք եղել, հեղափոխական թիմ ենք եղել ու մեր մոտ կան արժեքներ, որոնք որ երբեք ոչ մի դեպքում չեն կարող փոխվել եւ հետեւաբար կարող եմ ասել, որ այո, գուցե բարձրագոչ հնչի, բայց այո, բացառում եմ։ Տիկին Ղազարյան, քանի որ խոսեցիք, որ մեր թիմը ամուր է, կուռ է, բայց այսպեսի մի թեւավոր խոսք է տարածվել, հենց իշխանության այդ ներսում տեղի ունեցող իրադարձություններից հետո հեղափոխությունը խժռեց իր զավակներին։ Հենց դա այս իշխանությունից է դուրս եկել։ Օրինակ, նույն չնայած արդեն իրադարձությունները զարգացումները եղել ավարտվել են, բայց օրինակ ձեր նախկին թիմակիցների հետ կապված տեսնում ենք, որ ով որ փորձում է ինչ-որ հակադարձել կամ ինչ-որ ընդդիմադիր հայտարարել, հայտարարակ կերպով նրա անձնական տվյալները հանրայնացվում են, նա հեռացվում է, անգամ նրա բջջայինն են մտնում, SMS-ները հանրայնացվում։ Ես չեմ ուզում, որ այսպիսի բան զուգահեռներ տանենք, որովհետև դա լրիվ այլ պատմություն է։ Կուռ ամրությունից տեսեք, դա լրիվ այլ պատմություն է, ինչպես գիտեք, դա մեր կուսակցական գործընկերներից մեկի հետ էր կապված, այդ մասին բավականին շատ ենք խոսել, հիմա արդեն նախկին կուսակցականներն են ու նախկին մեր խմբակցության անդամներն են, բայց այնտեղ այլ գործընթացից սկսվեց այդ ամեն ինչը, այլ գործընթացներ եղան եւ որի արդյունքում ես կարող եմ ասել, մենք այն թիմն ենք, որ շատ քննադատաբար էլ մոտենում ենք մեր յուրաքանչյուր անդամի ցանկացած գործողությանը, որովհետև մենք եկել ենք երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու, ինչը իրականում դժվար ճանապարհ է, բայց մենք փորձում ենք հնարավորինս ամուր ու հաստատակամ առաջ գնալ։ Նշեք մի քանի ակնհայտ այսպես բարեփոխումներ, որ օրինակ հանրությունը դրանից գոհ է մնացել։ Հանրությունը տեսեք, մենակ արդեն խոսեցինք ընտրությունների ապահովումը արդար թափանցիկ ընտրություններ։ Դա առաջին եւ ամենակարևոր ժողովրդավարական քայլն էր, որ մեր իշխանությունը բերեց։ Մենք աշխատում ենք ամենօրյա անտրտունջ, որպեսզի երկրում լինի արդարություն եւ արդարադատություն։ Գիտեք, որ դանդաղ է, բայց ժողովուրդը որոշ չափով բողոքում է, մենք ինքներս էլ շատ ենք շտապում, որպեսզի հնարավորինս մեր ժողովուրդը այս հարցով էլ հանգիստ լինի, բայց
ամեն դեպքում դեռ ինստիտուցիոնալ առումով սկսել է թափանիվը շարժվել, բավականին գործընթացներ են, ինստիտուտներ են ստեղծվել եւ այլն։ Այսօր ոնց մեծ ձեռքբերում ունենք։ Մեծ ձեռքբերում ունենք արտաքին հարաբերությունների հարցում։ Ո՞րն է դա հատկապես արտաքին հարաբերություններում այդ ձեր ձեռքբերումները, եթե տեսնում ենք, որ այսօր մենք միակողմանի ասում ենք գնում ենք խաղաղության, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ այսօր էլ կրակոցները Սյունիքում, անգամ ՊՆՆ պաշտոնապես հայտարարություն տարել։ Տեսեք, դուք դա տանում եք մեկ դեպքի վերաբերյալ, ես ուզում եմ ընդհանուր խոսենք։ Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով եւ դա աներկբա ու անտրտունջ գնում ենք այդ ճանապարհով։ Մենք փորձում ենք բալանսավորված ու բալանսավորման քաղաքականություն վարել արտաքին հարաբերությունների դաշտում։ Եվ այստեղ էլ մենք սկսեցինք վիզաների ազատականացման գործընթացը դեպի Եվրոմիություն, մեր քայլերը խորացրեցինք, մենք շարունակելու ենք բարելավել մեր հարաբերությունները մեր հարևան երկրների հետ, խորացնել մեր հարաբերությունը Եվրոմիության հետ ու այսպես շարունակ։ Ես կարծում եմ, որ սա միակ ճանապարհն է մեր երկրում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու։ Ես էլի եմ նշել, գնով է լինելու այդ խաղաղությունը 2024 թվականը եղել է բավականին խաղաղ տարի ու մենք շարունակելու ենք անենք այդպես, որ 2025-ը եւս լինի խաղաղ տարի, չհաշված այս վերջին մի քանի միջադեպերի, հուսով ենք, որ դրանք երկար չեն շարունակվի։ Գինը ասելով եկեք մի բախ պատկերացնենք, մենք սահմանազատման սահմանագծման գործընթաց սկսեցինք, այդ ժամանակ էլ ոչ մեկ չէր հավատում, ինչ գին է, էսա, այնա, ինչքան խոսակցություններ ու աղմուկ բարձրացվեց, բայց ես խնդրում եմ, որ անպայման գնան մարդիկ, տեսնեն իրանցում կյանքը ոնց է, ինչքան տներ են կառուցում, արդեն բնակիչները արդեն ահազանգում են, որ դպրոցի հենց կողքով է այդ սահմանագծման արդյունքում սահմանը։ Մենք բոլորս գիտենք, որտեղով է այդ սահմանը անցնում եւ ես վստահաբար ասում եմ, ես հետաքրքրվում եմ, թե դրանից հետո սահմանազատման գործընթացից հետո քանի ընտանիք է որոշել տուն կառուցել եւ այնտեղ ապրել, զգալով իրեն ապահով։ Վստահաբար այդ տվյալները պետք է ունենամ եւ հրապարակեմ եւ կտեսնեք, որ երկու երկրների մեջ ամեն դեպքում է սահմանազատման կանոնակարգն էլ հաստատվեց, այսինքն միանշանակ ասել, որ սա չստացվեց, ուրեմն վայ մի կրակոց եղավ, ուրեմն բան։ Չէ, արդեն ինչքան ժամանակ է Սյունիքի հատվածում կրակոցներ են։ Ես ասում եմ մեկ միջադեպով մի քանի կրակոց եւ այլն երբեմն դա որակվեց որպես անհասցե, ճիշտն ասած ես չեմ ուզում մտնել այդ մանրամասն կոնկրետ պաշտպանության նախարարության այդ մանր դրվագների մեջ, ինքս փորձեմ մեկնաբանել, որովհետեւ դա իմ ոլորտը չի, բայց այնուամենայնիվ իմ գնահատմամբ, որ կողքից նայում եմ, սա պահի միջադեպ, մի փոքր միջադեպ է, որը որ հուսով եմ հետագայում չկրկնվի։ Կրակոցներն Այո, փոքր, բայց դրա հետևանքով այնտեղ տներ էր վնասվել։ Ես ասում եմ ես գիտեմ, մամուլից տեղեկացել եմ նաև պաշտպանության նախարարության, դուք գիտեք, որ վարչապետը առաջարկել է նման դեպքերի համար երկու երկրներն էլ հանձնաժողով ստեղծեն եւ քննեն ու հասկանան ով է խախտում։ Եկեք իհարկե դեռ մյուս կողմից պատասխանը չի եկել, այո, չեն համաձայնում, բայց մենք ամեն օր անտրտունջ ամեն հայտարարությանը ասում ենք, որ մենք պատրաստ ենք այդ յուրաքանչյուր փոքր միջադեպն նույնիսկ քննել եւ հասկանալ ում կողմից է իրականացվում։